կարևորը ասում է այն է, թե ինչ է ասում Հայաստան։ Սա ինչ է ինքնին տարօրինակ, որովհետև իրենց առաջ էլ 20 տարի շարունակ Հայաստանի իշխանությունները օրինակ հայտարարում էին, որ Ղարաբաղի հարցը լուծված է, լուծելու կարիք չկա, եւ ինչ լուծված էր։ Դին սա Թուրքիայի դիրքորոշումն էր, հիմա Նիկոլ Փաշինյանը բառացիորեն կրկնում է այդ ամեն ինչը, ասում է մենք պիտի հասկանանք, որ սխալը մենք ենք եղել։ Սա ակնհայտորեն այն է, ինչ տասնամյակներ շարունակ կրկնում է Թուրքիա, հետո շարունակում է Ադրբեջանի խոսույթը։ Եվ ինքն է մեզ բոլորիս մեր երկիրը տարել այդ երթևեկելի հատվածում կանգնեցրել, առանց երթևեկության կանոնները իմանալու։ Բայց չէ, մեղադրում է բոլորիս, ասում է դե մենք ենք այսպես արել, մենք ենք այնպես արել։ Իմիջիայլոց Զանգեզուրի, այսպես ասած, միջանցքի հանձնելը արդարացնելու հերթական քայլն է, որտեղ ինքը ինչ է ասում, եթե մենք այդ ճանապարհը տանք իրենց, էլ կարիք չի լինի մեզ վրա ერთი ենթարկել, խաղաղության մասին էլ դեպ ասում, հա մենք դեռ խաղաղապել չգիտենք, պիտի սովորենք եւ այլն, բայց այնտեղ նաեւ այսպեսի տող կա, որ միայն հիմարն է, որ չի լսում իմաստունների խրատները, բայց Նիկոլ Փաշինյանը ինքն է չի ասել, որ ինքը եթե Լավրովի պլանը ընդուներ, մենք ունենայինք ավելի կգտնվենք ավելի լավ վիճակում կամ հիմա։ Բայց ինչու մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը արդարացվեց, ինչու բանտում չի։ Այն երկրում, որտեղ իբր թե պետության վարչապետը որևէ կապ չունի արդարացության հետ, որևէ կապ չունի։ Քայլը բարեգործական կազմակերպությունը արդեն 4-րդ փուլն է սկսում իրականացնել, պարզվում է, որ 2024 թվականին Իմ քայլը բարեգործական հիմնադրամը վնասով է աշխատել։ Պատկերացնեք Ռոբին Հուդը վնասով աշխատել։ Հաջողակ գործարանները սաստիկ կամավոր հիմունքներով շարունակում են աջակցել սկսնակ գործարարներին, եւ Հայաստանն էլ խաղաղություն է կառուցում հարևանի հետ, որը այդ խաղաղությունը չի ուզում, բայց Հայաստանի համար կարևորն այն է, թե ինչ ենք մենք ասում, կարևորը այն է, որ Նիկոլ Փաշինյանը այս գործընթացը անվանում է խաղաղություն։ Մեկ 991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Այս օրերին հասարակությանը ամենաշատ հետաքրքրող թեմաներից մեկը իհարկե ՄԱԿ-ի գագաթնաժողովում Ադրբեջանի հայտարարություններն էին եւ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը դրանց հերթական անգամ Ադրբեջանը օգտագործեց Զանգեզուրի միջանցքարտահայտությունը, Նիկոլ Փաշինյանը փորձեց առարկել, իսկ հետագայում արդեն Ստրասբուրգում հայ լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ավելի կոնկրետ անդրադարձավ դրան եւ բավականին տարօրինակ միտք արտահայտեց, նա հայտարարեց, թե կարևոր չի թե ինչ է ասում Ադրբեջանը, ինչ տերմիններ է օգտագործում, այո, այնտեղ ինչ որ կան տարաձայնություններ, բայց կարևորը այն չի թե ինչ է ասում միջազգային հանրությունը, ինչ են ասում միջազգային կառույցները, ով ինչ է ասում, կարևորը ասում է այն է, թե ինչ է ասում Հայաստան։ Եվ առաջ ասում էին ինձանից առաջ, այդպես էր, մենք կարևորում ենք, թե ինչ են ասում մյուսները, բայց հայտնի չէր, թե մենք ինչ ենք ասում, եւ հիմա իր օրոք կարևոր է դարձել այն, թե ինչ է ասում Հայաստանը։ Սա ինչ է ինքնին տարօրինակ, որովհետեւ դե իրենց առաջ էլ 20 տարի շարունակ Հայաստանի իշխանությունները օրինակ հայտարարում էին, որ Ղարաբաղի հարցը լուծված է, լուծելու կարիք չկա, եւ ինչ լուծված էր։ Պարզվեց, որ լուծված չէ, բայց Հայաստանը այդպես էր ասում։ Ինչևէ, հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, ոչ, կարևոր չի թե ով ինչ է ասում, կարևորը այն է, թե ինչ ենք մենք ասում, նկատի ունի Հայաստանը։ Եվ շարունակում է, ասում է, այն ինչ իբր մենք ենք ասում եւ բառացիորեն կրկնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի խոսույթը։ Օրինակ, խոսում է այն մասին, որ մենք մեր պատմության ընթացքում բազմիցս վրաերթի ենք ենթարկվել եւ դրա համար ասում է գուցե մեղավորը մենք ենք, որովհետեւ երթևեկության կանոնները չգիտենք, կոպիտ ասած ոտատակ ենք ընկել առանց կանոնների եւ ամեն անգամ փորձել ենք ուրիշներին մեղադրել։ Սա ակնհայտորեն այն է, ինչ տասնամյակներ շարունակ կրկնում է Թուրքիան, երբ անդադ հայտարարում էր, որ հայոց ցեղասպանության ժամանակ իրենք ուտասում են ցավալի իրադարձություններ, մեղավորը հայ ժողովուրդն է եղել, որ դավաճանել է իրենց, իրենք էլ ստիպված են եղել, այդպես կոտորել հայերին, սա Թուրքիայի դիրքորոշումն էր, հիմա Նիկոլ Փաշինյանը բառացիորեն կրկնում է այդ ամեն ինչը, ասում է մենք պիտի հասկանանք, որ սխալը մենք ենք եղել, երթևեկության կանոնները չենք սովորել, դրանց չենք տիրապետել, դրա համար էլ վրաերթի ենք ենթարկվել։ Հետո շարունակում է Ադրբեջանի խոսույթը, հիշում եք Ալիևը հայտարարում է, ասում է, դե Հայաստանը ֆաշիստական երկիր է, հայ հասարակությունն էլ հիվանդ հասարակություն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը խորացնում է այդ միտքը, ասում է, այո, մենք հիվանդ ենք,
Ավելին ասում են դեռ մենք 5-րդ դարից սկսած ենք հիվանդ, դեռ Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից ենք հիվանդ։ Եվ ասում ենք բուժման ձևը չգիտենք, սխալ ենք բուժում, համեմատում են ինչ-որ չգիտեմ Նեսոյի Ղարաբաղնիսի հետ, ասում են առանց հասկանալ, թե ինչ հիվանդ ենք, սխալ բուժում եմ խոսքով, կրկնում է այն ինչ Ադրբեջանն է ասում անընդհատ եւ ասում է, որ այ մենք հայտնվել ենք սխալ տեղ, սխալ երթևեկության կանոնների մեջ, երթևեկելի մասում ենք հայտնվել, դրա համար էլ մեզ հետ այդպես է տեղի ունեցել, այսինքն հիմա էլ հերիք չի 5-րդ դարից սկսած մենք անընդհատ սխալվում ենք, ինքը դրա հետ իբր թե կապ չունի։ Մի հատ էլ մեր աշխարհագրական դիրքն է պատճառը, որտեղ ասում դե մենք երթևեկելի մասում ենք հայտնվել, ասում։ Չի ասում, որ վերջին իր բարերով ասած վրաերթին, որ մենք ենթարկվել ենք 44-րդ պատերազմի ժամանակ եւ դրանից 3 տարի անց Արցախի հայտարարման դեպքում ինքն է եղել ղեկավարը Հայաստանի եւ ինքն է մեզ բոլորիս մեր երկիրը տարել այդ երթևեկելի հատվածում կանգնեցրել առանց երթևեկության կանոնները իմանալու բայց չէ մեղադրում է բոլորիս ասում է դե մենք ենք այսպես արել մենք ենք այնպես արել հասկանում եք եւ իմացնելու այսինքն եթե Հայաստանը այսինքն մեր տարածաշրջանում չլիներ ենթադրենք Մադագասկար կղզու վրա լիներ, դե հա, ոչ մեկը մեզ վրա չէր հարձակվի, որտեղ երթևեկելի ճանապարհի երթևեկելի հատվածի վրա չենք լինի։ Սա իմիջիայլոց այդ Զանգեզուրի, այսպես ասած, միջանցքի հանձնելը արդարացնելու հերթական քայլն է, որտեղ ինքը ինչ է ասում է, այդ ճանապարհը մեր տարածքով էր անցնում, դրա համար այսինքն մենք երթևեկելի հատվածում ենք, դրա համար մեզ վրա երթի են ենթարկվում։ Եթե մենք այդ ճանապարհը տանք իրենց, այդ միջանցքը տանք իրենց, էլ կարիք չի լինի մեզ վրա երթի ենթարկել, կնշանակի մենք մի կողմ ենք քաշվել, հանգիստ խաղաղ կապրենք։ Խաղաղության մասին էլ դեպ ասում, հա մենք դեռ խաղաղապել չգիտենք, պիտի սովորենք եւ այլն, եւ իբր ինքը արդեն սովորում է կամաց եւ անգամ խոստացել է առակած գրքի առաջին առակը անգիր սովորել։ Ինչպես դա լավ է որտեղ այդ առակում, որ չգիտեմ ինքը ընթերցելով հասել է դրան թե չէ, բայց այնտեղ նաև այսպիսի տող կա, որ միայն հիմարներն են, որ միայն հիմարն է, որ չի լսում իմաստունների խրատները եւ խորհուրդները։ Հիմա ինքը ժամանակին չի լսել դա, այդ ամեն ինչը բերել հասցրել է այս վիճակին, իմիջիայլոց հիմա իշխանել հերքեն, օրինակ Ռուբեն Ռուբինյանը 1-2 օր առաջ հանկարծ հայտարարեց, ասաց, գիտեք Հայաստանը երբեք Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման Նիկոլ Փաշինյանը ասաց երբեք կարգավորման առաջարկ չի մերժել։ Չկա այդպիսի բան, դա սուտ է ասում։ Հանկարծ Նիկոլ Փաշինյանը ինքն է չէ ասել, որ ինքը եթե Լավրովի պլանը ընդուներ, մենք ունենայինք ավելի կգտնվենք ավելի լավ վիճակում կամ հիմա։ Եվ հետո ինքն է չէ ասել, որ ես որոշել եմ սկսեմ սեփական կետից։ Նշանակում է մերժեմ նախ, թե չէ, դու սկսում ես սեփական կետից, ինչ է։ Երկրորդ կարևոր հարցը, որ այս օրերին հասարակության ուշադրության կենտրոնում է, իհարկե Միքայել arczepiskopos Աղաչապայանի դատավարությունն էր, դատախազը նրա համար պահանջում է 2.5 տարվա ազատազրկում եւ այդ որոշումը կհրապարակվի մի քանի օր անց վերջնական որոշումը եւ ահա նույն Ստրասբուրգում լրագրողները իհարկե նրան այդ մասին չեն հարցնում, դե վերջո իր հետ տարած լրագրողներն են, ոչ են հարցնելու, բայց ինչ է մի arczepiskopos-ը անազատության մեջ, ուրիշ հարց են տալիս, ասում են, բայց ինչու մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը արդարացվեց, ինչու բանտում չի։ Պատասխանը նույնն է, չէ, Նիկոլ Փաշինյանը նույն բանը պիտի ասեր, Միքայել Աղաչապայանի դեպքում ճիշտ չէր, հնչի, ասում է, դե բայ ես ինչ անեմ, ասում է, ես այդ որոշումից շատ դժգոհ եմ, բայց ինչ կարած Հայաստանում դատական համակարգը անկախ է, բա դուք ինչ եք ուզում եք, որ ես թելադրեմ այդ դատարանների որոշումները, չէ, անկախ դատական համակարգ է, ասում է, ժողովրդավարության դա կարևոր ինստիտուտն է, ես դժգոհ եմ, բայց դե հիմա դատարանը այդպիսի որոշում է կայացրել, արդարացրել է Ռոբերտ Քոչարյանը։ Այսինքն այդ նույն պատասխանը պիտի ասել Միքայել Աղաչապայանը, չէ, որ հա դե ես ինչ անեմ, դատարանն է այդպիսի որոշում կայացրել, ես իբր դրա հետ կապ չունեմ, մենք քո բռնապետներ չենք, ժողովրդավարական երկիր, ես չեմ կարող թելադրել, բայց բոլորս շատ լավ հիշում ենք, թե չէ, թե Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո ինչ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի դահլիճում անգամից հիստերիայի մեջ ընկավ, սկսեց գորգորանալ քո հետևից կգանես, այս քեզ ցույց կտամ մեր ձևով եւ կես ժամ չանցած իր ամբողջ համակարգը ինչքան գույնի վերետավոր կար
վազելով գնացին, առանձնատուն շրջապատեցին, թևերը օրարաստարան մեկուսացրեցին, ինչքան տարբեր ծառայություններ կան, գնացին, սկսեցին, չգիտեմ, այդ մարդու բիզնեսին, չգիտեմ, տաշիր պիցայի պատերի հարթությունը ստուգել եւ այլն։ Այն երկրում, որտեղ իբր թե պետության վարչապետը որևէ կապ չունի, արդարադատության հետ որևէ կապ չունի։ Մի խոսքով, սա էլ երկրորդ խնդիրն էր, որը այսօրին հայտնվել էր հասարակության ուշադրության կենտրոնում, եւ երրորդ հացը, որին ցանկանային շատ հպանցիկ անդրադառնալ, պարզվում է, որ սա որպես լավատեսական լուր եմ հայտնում գործարար աշխարհի համար, իմ քայլը բարեգործական կազմակերպությունը արդեն 4-րդ փուլն է սկսում իրականացնել, այդ սկսնակից, հաջողակից սկսնակին ծրագրի շրջանակներում հերթական անգամ լինելու եմ բարեգործական ընտրիքը, այս անգամ ուրեմն հաջողակ կանայք են մասնակցելու այդ ընտրիկին, էլի մուտքի վճարը 1 միլիոն դրամ, ինչու են այս անգամ են հաջողակ կանայք գալու այդքան վճարեն, որովհետև ըստ երևույթին հասկացել են, որ շատ հաջողակ տղամարդիկ իրենց բիզնեսները կանանց արուններով են գրանցում, դրամ էլ ասում են այս անգամ հրավիրում ենք հաջողակ կանանց, բայց ընտանիքի անդամների հետ միասին նաև, դե որտեղ ամեն մեկի համար է մուտքի վճարը 1 միլիոն դրամ, խոսքով Ռոբին Հուդի նման պիտի այս անգամ հաջողակ կանանցից հավաքեն, սկսնակ կանանց տրամադրեն էլի, կամ այն հաջողակ կանանցից, որոնք նախկին ծրագրերին երևի մասնակցել են, արդեն հաջողակ են դարձել, իրենք սկսնակ լինեն, հիմա իրենք պիտի 1 միլիոն դրամ հավաքեն, վճարեն նոր սկսնակ կանանց, մի խոսքով ահա այդպես պիտի շարունակվի այդ ծրագիրը, ընդ որում զարմանալին այն է, որ լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն պարզվում է, որ 2024 թվականին իմ քայլը բարեգործական հիմնադրամը վնասով է աշխատել։ Այսինքն անհասկանալի է, թե ինչպես է հաջողացրել, չգիտեմ, երևի հրավիրյալները 1 միլիոն դրամ վճարել են, բայց ավելի շատ են կերել կամ խմել, չեմ հասկանալի չի, կամ գուցե որ օգնել են այդ սկզբնակներին, գուցե նրանք այնուամենայնիվ չեն հաջողել իրենց բիզնեսներում կամ չգիտեմ այդ կրթվել են նորաձևի շրջանակներում են ինչ են արել, ինչ չեն արել։ Ամեն դեպքում փաստն այն է, որ այդ հսկայական բարեգործական ծրագիրը անընդհատ ինչ որ Ռոբին Հուդի պատկերացնող Ռոբին Հուդը վնասով աշխատել ունենալ։ Պարզվում է, որ ահա այդ համակարգը վնասով է աշխատում, թե ով է փոխհատուցում այդ վնասը, դա էլ է անհասկանալի։ Ինչևէ, ամեն դեպքում ահա այսպես Հայաստանը որպես ամրապնդվող ժողովրդավարության երկիր շարունակում է անշեղորեն առաջ շարժվել, ընդդիմության առավել ազդեցիկ դեմքերը շարունակում են մնալ բանտերում, հաջողակ գործարանները սաստիկ կամավոր հիմունքներով շարունակում են աջակցել սկսնակ գործարարներին եւ Հայաստանն էլ խաղաղություն է կառուցում հարևանի հետ, որը այդ խաղաղությունը չի ուզում, բայց Հայաստանի համար կարևորն այն է, թե ինչ ենք մենք ասում, իսկ թե իրենք ինչ են ասում, Հայաստանը անվանում են Արևմտյան Ադրբեջան, թե մեզ երկաթե բռունցք են ցույց տալիս, դա ըստ Հայաստանի իշխանությունների բացարձակապես էական չի, կարևորը այն է, որ Նիկոլ Փաշինյանը այս գործընթացը անվանում է խաղաղություն եւ ասում է, որ այո, խաղաղությունը երեխայի նման պիտի հիվանդանալով մեծանա, ընկնի, ծուն կվնասի, չգիտեմ, այս կարևորը ասում է մահացու հիվանդություն կարծես թե չկա։ Ինչևէ, այսօր այսքանը կհանդիպենք։